Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր մենք կխոսենք Examen Civic-ի մասին։ Examen Civic կամ քաղաքացիական քննություն։ 2026 թվականի հունվարի 1-ից Ֆրանսիան ընդունել է նոր օրենք, ըստ որի որոշ Carte de séjour-ներ ստանալու համար ձեզ հարկավոր կլինի անցնել Examen Civic եւ ներկայացնել ձեր անցած քննության հաջող արդյունքները։ Ուրեմն, եթե դուք դիմելու եք Carte de séjour pluriannuel, այսինքն 1 տարուց ավել Carte de séjour-ների համար, Carte de résident 10 տարվա քարտի համար կամ քաղաքացիության համար, ապա դուք պետք է անցնեք Examen Civic։ Եթե օրինակի համար դուք արդեն ունեք 10 տարվա քարտ եւ պարզապես պետք է այն նորացնեք, ձեզ պետք չի հանձնել Examen Civic։ Դա միայն առաջին անգամվա համար է, եթե դիմում եք առաջին անգամ։ Իսկ եթե դուք արդեն դիմումը ներկայացրել եք եւ ներկայացրել եք 2026 թվականի հունվարի 1-ից առաջ, այսինքն 2025 թվականին կամ դրանից առաջ, ապա դուք չեք հանձնելու Examen Civic։ Սա վերաբերվում է բոլոր այն մարդկանց, ովքեր որ դիմումը ներկայացնելու են 2026 թվականին կամ արդեն ներկայացրել են 2026 թվականին։ Ուրեմն նշեմ, որ Examen Civic-ը 40 հարցից բաղկացած քննություն է եւ հարցերը կարող են լինել Ֆրանսիայի պատմությունից, օրենքներից, Ֆրանսիայի աշխարհագրությունից եւ այլն։ Եթե դուք հանձնում եք, ապա պետք է ունենաք մինիմալ 80% ճիշտ պատասխան, այսինքն 32 հարցի պետք է մինիմալ պատասխանեք ճիշտ, որպեսզի կարողանաք հաջողել քննությունը։ Ես այսօր կներկայացնեմ 40 հարցից բաղկացած թեստը, կփորձեմ հնարավորինս մատչելի բացատրել հարցերի պատասխանները, սակայն այս 40 հարցը սրանք այն բոլոր հարցերը չեն, որոնք հնարավոր է որ լինեն քննության ժամանակ։ Քննության ժամանակ հնարավոր է որ փոխվեն հարցերի ձևակերպումները, տարբերակները եւ այլն։ Օրինակ, ես ինքս հանձնել եմ քննությունը եւ եղել են հարցեր, որ նախարարության կողմից հրապարակված պաշտոնական կայքում այդ հարցերը չեն եղել։ Պետք է ուշադիր լինեք։ Եթե ցանկանում եք պարապել ավելի խորը կերպով, ապա ես մեկնաբանություններում եւ նկարագրության բաժնում կտեղադրեմ մի հղում, որի միջոցով կարող եք գնել իմ պատրաստած 800 հարցից կազմված հարցաշարը։ Այդ հարցաշարի միջոցով դուք կարող եք պարապել եւ ստանալ եւ հաջողել ձեր քննությունը։ Ուրեմն հարցաշարի մեջ կա առաջին տարբերակ 800-ից ավելի հարց առանց ճիշտ պատասխանների, որպեսզի դուք կարողանաք պարապել, երկրորդ տարբերակը ճիշտ պատասխաններով եւ իրենց բացատրություններով եւ կա նաեւ մեկ Examen blanc, այսինքն մեկ քննություն 40 հարցից բաղկացած, որպեսզի վերջում դուք ստուգեք ձեր գիտելիքները։ Եթե ցանկանում եք գնել դա, գինը ընդամենը 25 եվրո է, իսկ եթե դուք իմ հետևորդն եք, ապա ես կարող եմ նաև զեղչ կիրառել 10% այդ գնի վրա, եթե ցանկանում եք եւ կարող եք այն գնել մի քիչ ավելի մատչելի գներով։ Ուրեմն, եթե ցանկանում եք գնել դա, ապա կարող եք այն գնել հղումով մեկնաբանությունների բաժնում կամ հղումով նկարագրության բաժնում։ Իսկ եթե չի ստացվում կամ չեք կարողանում այդպես գնել, ապա կարող եք ինձ ուղարկել նամակ կամ մեկնաբանություններում գրել, կապվել ինձ հետ եւ մենք կարող ենք գտնել մի ուրիշ ձև, որպեսզի դուք կարողանաք ձեռք բերել այդ հարցաշարը։ Հիմա արդեն կարող ենք սկսել մեր քննությունը։ Առաջին հարցը։ Ուրեմն, հարցը հետևյալն է. Lequel de ces symboles représente la République française? Այսինքն, հարցը հետևյալն է. այս սիմվոլներից որն է ներկայացնում Ֆրանսիայի Հանրապետությունը։ Առաջին պատասխան Le Lion, առյուծը Ֆրանսիայի ոչ մի սիմվոլի մեջ չի մտնում։ Երկրորդը Le Coq, աքլոր, այո, հենց Le Coq-ն է, Le Coq Gallois, այսինքն այդ աքլորը ոչ պաշտոնական կերպով, ավանդական կերպով ներկայացնում է Ֆրանսիայի Հանրապետությունը։ Հնարավոր է, որ տեսած լինեք այդ աքլորը Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի համազգեստների վրա։ Այդպես կարող եք հիշել, որ դա աքլորն է։ L'aigle արծիվը ոչ եւ le cheval ձին ընդհանրապես կապ չունի։ Այստեղ մեր մոտ ճիշտ պատասխանը Le Coq, այսինքն աքլորը։
Երկրորդ հարցը։ Qu'est-ce que la liberté d'expression? La liberté d'expression կներեք, դա արտահայտվելու ազատությունն է։ Ինչ է իրենից ներկայացնում արտահայտվելու ազատությունը։ Առաջին տարբերակը dire tout sans limite։ Այսինքն ամեն ինչ ասել առանց սահմանի, առանց լիմիտների։ Ոչ։ Ֆրանսիայում կա արտահայտվելու ազատություն, բայց ամեն ինչ չեք կարող ասել առանց լիմիտի։ Donner son avis dans le respect de la loi, այսինքն տալ կարծիք հարգելով օրենքը։ Այո, այստեղ ճիշտ պատասխանը B-ն է։ Դուք կարող եք տալ ձեր կարծիքը հարգելով օրենքը, ըստ օրենքների։ Տարբերակ C-ն critiquer uniquement l'État, այսինքն քննադատել միայն պետությանը, ոչ, եւ D-ն s'exprimer uniquement dans les médias, արտահայտվել միայն մեդիաներում, ոչ, ճիշտ պատասխանը այստեղ B-ն է, որ դուք կարող եք տալ ձեր կարծիքը օրենքի սահմանում։ Ահա, երրորդ հարցը մեզ մոտ à qui appartient la souveraineté nationale։ Ուշադիր ենք լինում այստեղ à qui appartient, դուք կարող եք մի քիչ մտածել, la souveraineté nationale, այսինքն ում է պատկանում ազգային ինքնիշխանությունը, souveraineté ինքնիշխանությունը։ Ֆրանսիայում ազգային ինքնիշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ուրիշ պատասխան չի կարող լինել։ Ֆրանսիան դեմոկրատիկ հանրապետություն է եւ այն պատկանում է ժողովրդին։ Président, ոչ, gouvernement, ոչ, parlement, ոչ, au peuple, այն պատկանում է ժողովրդին։ Հաջորդ, չորրորդ հարցը։ Qui vote les lois en France? Ովքեր են քվեարկում կամ ընտրում օրենքները Ֆրանսիայում։ Ֆրանսիայում օրենքները ընտրում է պարլամենտը, le parlement։ Իհարկե, le président de la République ոչ, հանրապետության նախագահը չի քվեարկում օրենքներ, le gouvernement կառավարությունը չէ, եւ Conseil constitutionnel չէ, դա պարլամենտն է։ Quelle est la devise de la République française? Որն է Ֆրանսիայի հանրապետության դեվիզը։ Այստեղ այս հարցը կարող է ուրիշ ձևակերպված լինել, օրինակ կարող է դրվել liberté, égalité, fraternité, սա ինչ է Ֆրանսիայի հանրապետության համար։ Այստեղ մեզ մոտ ճիշտ պատասխանը B-ն է։ Դուք բոլորը գիտեք, որ Ֆրանսիայի հանրապետության դեվիզը, այսինքն կարգախոսը liberté, égalité, fraternité, ազատություն, հավասարություն, եղբայրություն, պատասխան B։ Վեցերորդ հարցը։ En France, Ֆրանսիայում, est obligatoire de voter։ Արդյոք Ֆրանսիայում պարտադիր է քվեարկելը, այսինքն ընտրությունների մասնակցելը։ Ոչ, Ֆրանսիայում պարտադիր չէ քվեարկելը, ընտրությունների մասնակցելը, դա պարզապես ձեզ համար իրավունք է, այլ ոչ թե պարտականություն։ Պատասխանը B, ոչ, պարտադիր չէ։ Յոթերորդ հարցը։ Comment sont désignés les députés։ Ինչպես են ընտրվում պատգամավորները։ Պատգամավորները Ֆրանսիայում ընտրվում են ընտրությունների միջոցով։ Առաջինը par nomination, ոչ, նոմինացիայով չեն ընտրվում, par tirage au sort, tirage au sort-ը, եթե գիտեք, պատահական ընտրությունն է։ Այսինքն հնարավոր է պատահական ընտրությունների միջոցով ընտրեն, ոչ։ Par le président, պատասխան D, ոչ։ Չի ընտրվում հանրապետության նախագահի կողմից, պատասխան C-ն է, par élection։ Ութերորդ հարցը։ Quelle est la durée du mandat du président de la République française? Ինչքան է Ֆրանսիայի հանրապետության նախագահի մանդատի տևողությունը, այսինքն ինչքան ժամանակվա համար է Ֆրանսիայի հանրապետության նախագահը ընտրվում։ 5 տարի։ Պատասխանը 5 տարին է, 5 տարի մեկ կատարվում են հանրապետության նախագահի ընտրություններ։ Այստեղ մեր պատասխանը B-ն է, 5 տարի։
Qui dirige l'action du gouvernement? Ով է կառավարում կառավարությունը? Կառավարության ղեկավարը վարչապետն է, le premier ministre։ Սա պարտադիր պետք է իմանաք, հնարավոր է լինի։ Կառավարությունը ղեկավարվում է վարչապետի միջոցով։ Que garantit le principe de laïcité? Հարգելիներս, laïcité Laïcité բառը հետաքրքիր բառ է, որը գալիս է լաիկ այս բառից եւ որը նշանակում է մի սովորական մարդ։ Սովորական մարդ առանց այդ կրոնի եւ այլն։ Laïcité-ն նշանակում է պետություն, որ իրենց պետությունը այդ սկզբունքով է շարժվում, որ մարդիկ ազատ են եւ կարող են ընտրել իրենց կրոնը, կարող են նույնիսկ կրոն չունենալ։ Սա է laïcité-ի սկզբունքը։ Հիմա մեր հարցը հետևյալն է. ինչ է երաշխավորում laïcité-ի սկզբունքը։ Առաջինը, la supériorité d'une religion, ինչ որ մի կրոնի supériorité-ն, այսինքն ինչ որ մի կրոնի ավելի բարձր, ավելի լավ լինելը, ոչ։ La neutralité de l'État, պետության նեյտրալությունը։ Ճիշտ պատասխանը սա է, այսինքն պետությունը նեյտրալ է, պետությունը չեզոք է։ Պետությունը ինչ որ մի կրոնի առավելություն չի տալիս եւ մեզ մոտ ճիշտ պատասխանը սա է։ Sen l'interdiction de croire ոչ, այսինքն հավատալու արգելումը Ֆրանսիայում ոչ ոք ձեզ չի կարող արգելել հավատալ ինչ որ մի բանի։ Եվ den l'obligation de pratiquer une religion, այսինքն պարտավորությունը կիրառելու ինչ որ մի կրոն, ոչ։ Ոչ ոք ձեզ այստեղ չի կարող ստիպել ինչ որ մի կրոնի հետևել։ Ֆրանսիայի սկզբունքը հետևյալն է, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի ունենալ կամ չունենալ իր ընտրած կրոնը։ Այսինքն մեզ մոտ ճիշտ պատասխանը B-ն է, որ պետությունը նեյտրալ է, չեզոք է։ Պետությունը որևէ կրոնի առավելություն չի տալիս։ 11-րդ հարցը։ En quelle année la loi de séparation des églises et de l'État a-t-elle été votée? Որ տարում է օրենքը եկեղեցու եւ պետության բաժանման մասին օրենքը քվեարկվել։ Այսինքն որ տարում են եկեղեցին եւ պետությունը բաժանվել իրարից։ Այս իրադարձությունը տեղի է ունեցել 1905 թվականին։ 1905 թվականին Ֆրանսիան որոշում է, քվեարկում է, որ պետությունը եւ եկեղեցին պետք է բաժանվեն իրարից եւ հետո գալիս է laïcité-ի սկզբունքը։ Ուրեմն ճիշտ պատասխանը 1905 թվականին։ 12-րդ հարցը։ Qui est élu lors des élections municipales? Ով է ընտրվում կամ ովքեր են ընտրվում municipal ընտրությունների ժամանակ, municipal այսինքն քաղաքային։ Ովքեր են ընտրվում, դե իհարկե պրեզիդանը չի ընտրվում, դեպուտե պատգամավորները չեն ընտրվում, տարբերակ դե les sénateurs, սենատորները եւս չեն ընտրվում, այստեղ ճիշտ պատասխանը C-ն է, les conseillers municipaux, այսինքն քաղաքային խորհրդականներն են ընտրվում այդ ընտրությունների ժամանակ։ Պատասխան C։ 13-րդ հարցը։ À quel âge peut-on devenir électeur en France? Որ տարիքում, à quel âge peut-on կարող ենք մենք devenir դառնալ ընտրող électeur Ֆրանսիայում։ Ֆրանսիայում, եթե ցանկանում եք մասնակցել ընտրություններին, ապա օրինական տարիքը 18 տարեկանն է, վերջ։ Եվ նշեմ նաև, որ Ֆրանսիայում գոյություն ունի այդ տարիքը majorité civile է կոչվում, majorité civile 18 տարեկան է եւ majorité numérique։ Ֆրանսիայում գոյություն ունի տարիք majorité numérique, այսինքն թվային չափահասություն։ Այդ տարիքը Ֆրանսիայում 15-ն է, հնարավոր է, որ հարցերում եւս լինի։ Majorité numérique 15-ն է եւ majorité civile 18-ն է։ 14-րդ հարցը։ Qui sanctionne l'auteur d'un vol? Ով է պատժում գողության հեղինակին։
Իհարկե դատավորը։ Տարբերակ C, un juge, ինչ-որ մի դատավոր։ Պոլիս, ոչ, ոստիկանությունը չի դատում, չի պատժում, la mairie, քաղաքապետարանը, եւս չէ, le préfet, ոչ։ Ճիշտ պատասխանը C-ն է, դատավորը։ Qu'est-ce que l'état de droit? Որն է իրավունքի պետությունը։ Առաջին պատասխանը գրված է un état sans loi, պետություն առանց օրենքների, իհարկե ոչ։ B, un état où la loi s'impose à tout, այսինքն պետություն, որտեղ օրենքը պարտադիր է բոլորի համար, իհարկե։ Սա է ճիշտ պատասխանը, մեզ մոտ B-ն է, այսինքն օրենքը պարտադիր է բոլորի համար, կապ չունի, օրենքը պարտադիր է բոլորի համար։ Un état autoritaire, ոչ, այսինքն օտորիտար պետություն, ոչ, un état religieux, կրոնական պետություն, ոչ, ճիշտ պատասխանը մեզ մոտ B-ն էր։ 16-րդ հարցը։ Quelle est la durée du mandat des députés? Որն է կամ ինչքան է պատգամավորների մանդատի տևողությունը։ Պատգամավորները ընտրվում են 5 տարվա համար, ինչպես որ Հանրապետության նախագահը 5 տարի, պատգամավորները եւս 5 տարի։ 17-ը Quel est l'hymne national de la France? Որն է Ֆրանսիայի ազգային օրհներգը, հիմնը։ Ֆրանսիայի ազգային օրհներգը Մարսեյեզն է։ Սա պարտադիր պետք է հիշեք, սա կլինի հարցերի մեջ, ինձ թվում է Մարսեյեզը Ֆրանսիայի հիմնն է։ 18-ը Qui gère les collèges publics? Ով է կառավարում հասարակական կոլեջները, այսինքն դպրոցները։ Ուրեմն, Ֆրանսիայում այդ l'école maternelle եւ primaire կառավարվում է քաղաքապետարանի կամ համայնքի կողմից, կոլեջները կառավարվում են դեպարտամանի կողմից, իսկ արդեն բարձրագույն կրթական հաստատությունները ղեկավարվում են ռեժիոնի կողմից։ Այս դեպքում կոլեջ պուբլիկը ղեկավարվում է le département, դեպարտամանի կողմից։ Տարբերակ C։ 19-րդ հարցը Qui gère les écoles primaires publiques? Ով է կառավարում այս էլեմենտար դպրոցները, էլեմենտարը կոլեջից առաջն է։ Էլեմենտար հասարակական դպրոցները ով է ղեկավարում, դե իհարկե la commune։ Այստեղ կարող է լինել la commune կամ օրինակ la mairie, la commune։ Համայնքը։ 20-րդ հարցը Est-il obligatoire de déclarer ses impôts chaque année en France? Արդյոք պարտադիր է հայտարարագրել հարկերը ամեն տարի Ֆրանսիայում։ Այո, Ֆրանսիայում պարտադիր է déclaration des impôts chaque année, իհարկե։ Ամեն տարի մայիսին Ֆրանսիայում լինում է déclaration de revenus, déclaration des impôts, եւ դա պարտադիր է։ Ուրեմն մեր ճիշտ պատասխանը B-ն է։ Բոլորի համար պարտադիր է։ 21-ը Qu'est-ce que le SMIC? Le SMIC։ Ֆրանսիայում SMIC-ը մինիմալ աշխատավարձին է համապատասխանում, այստեղ մեր ճիշտ պատասխանն է C-ն, le salaire minimum légal, այսինքն մինիմալ օրինական աշխատավարձը։ Այն կոչվում է SMIC։ 22. Travailler sans être déclaré et աշխատել առանց հայտարարագրելու illégal, ճիշտ պատասխանը C-ն է, անօրինական է։ Աշխատանքը առանց հայտարարագրման անօրինական է։ Autorisé ոչ, toléré ոչ, facultatif ոչ, այն անօրինական է, illégal։ 23. À quoi sert la carte vitale? Carte vitale, ինչպես գիտեք, այդ կանաչ քարտն է, որը օգտագործում ենք, որպեսզի կարողանանք ստանալ մեր փոխհատուցումը բժշկական ծախսերի համար, այսինքն payer les soins, ոչ, դա վճարման քարտ չէ, approuver son identité, չէ,
դա carte d'identité-ն է դրա համար։ Եթե ուզում եք ցանկանում եք ապացուցել ձեր ինքնությունը, ապա դա carte d'identité կամ էլ le passeport։ C'est à faciliter le remboursement des soins։ Հեշտացնել բուժման ծախսերը, բուժման փոխհատուցումը։ Այո, ճիշտ պատասխանը C-ն է։ À voter քվեարկել, ընտրել ոչ։ C-ն է ճիշտ պատասխանը։ L'avortement est-il possible en France? Avorter կամ avortement սա հղիության կանխումն է, abortը նույն այսպես ասած, այդ արդյոք Ֆրանսիայում այն հնարավոր է։ Այո, Ֆրանսիայում այն հնարավոր է։ Ճիշտ պատասխանն է B-ն, oui, sous condition légale։ Այսինքն այո, օրինական պայմաններից ելնելով։ Ինչ որ պայմաններ կան, որի ժամանակ դա հնարավոր է կատարել։ 25. En France, est-il possible d'adhérer à un parti politique? Ֆրանսիայում հնարավոր է անդամակցել ինչ-որ քաղաքական կուսակցության։ Այո, Ֆրանսիայում քաղաքական կուսակցության անդամակցել ազատ է եւ դրա համար ինչ-որ մեկի թույլտվությունը ձեզ պետք չէ։ Ճիշտ պատասխանն է oui։ Ահա, qui assure l'intérim du président de la République en cas de décès? Ով է կատարում հանրապետության նախագահի պաշտոնը, ով է դառնում նրա պաշտոնակատար անկյա դեսե մահվան դեպքում, այսինքն եթե հանրապետության նախագահը մահանում է, ով է նրան փոխարինում։ Ուրեմն, եթե հանրապետության նախագահը մահանում է, նրան փոխարինում է սենատի նախագահը, le président du Sénat, ճիշտ պատասխանը C-ն է։ 27-րդ հարցը. Quelle est la fête nationale française? Որն է Ֆրանսիայի ազգային տոնը, դա բոլորը պետք է իմանան հուլիսի 14-ը։ Բաստիլի գրավմամբ հուլիսի 14-ը համարվում է Ֆրանսիայի ազգային տոնը։ 28-րդ հարցը. Que commémore le 11 novembre? Ինչ օր է։ Նոյեմբերի 11-ը, ինչպես գիտեք, Ֆրանսիայում ազատ օր է, c'est un jour férié։ Ահա, եւ ինչ ենք մենք հիշում այդ օրով։ Ուրեմն, այդ օրով մենք հիշում ենք առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Այսինքն ճիշտ պատասխանը B-ն է, la fin de la première guerre mondiale։ Նոյեմբերի 11-ին առաջին համաշխարհային պատերազմի ավարտն է։ 29-րդ հարցը. Quelle est la durée du mandat des sénateurs? Ինչքան է կամ որն է սենատորների մանդատի տևողությունը։ Ուրեմն, սենատորների մանդատը տևում է 6 տարի։ Պատգամավորները եւ հանրապետության նախագահը նշեցինք, որ 5 տարի էր, իսկ սենատորները 6 տարի։ Qui élit les députés européens? Ով է ընտրում եվրոպական պատգամավորներին։ Ուրեմն ճիշտ պատասխանը քաղաքացիները, les citoyens, C-ն է ճիշտ պատասխանը։ Պատգամավորներին Եվրոպական միության պատգամավորները ընտրվում են Եվրոպայի քաղաքացիների կողմից։ 31. Quel est l'hymne national, l'hymne de l'Union européenne? Այսինքն, որն է Եվրոպական միության օրհներգը։ Եվրոպական միությունը եւս ունի օրհներգ դրոշ, Եվրոպական միության օրհներգը l'Ode à la joie, այդպես է կոչվում, l'Ode à la joie Եվրոպական միության օրհներգն է, իսկ Ֆրանսիայի օրհներգը Մարսեյեզն էր։ Մարսեյեզի հետ չենք խառնում։ L'Ode à la joie Եվրոպական միության օրհներգը։ 32. En quelle année l'euro est-il devenu la monnaie officielle en France? Որ տարում է եվրոն դարձել Ֆրանսիայի պաշտոնական փող։ Ուրեմն, եվրոն դարձել է պաշտոնական 2002 թվականին։ Սա շատ կարևոր հարց է, պետք է իմանաք, 2002 թվականին եվրոն դարձել է պաշտոնական Ֆրանսիայում։ 33. Sous quel président a été abolie la peine de mort en France? La peine de mort նշանակում է մահապատիժ։ Այսինքն, որ նախագահի օրոք է մահապատիժը վերացվել Ֆրանսիայում։ Մահապատիժը Ֆրանսիայում վերացվել է Ֆրանսուଆ Միտերանի օրոք։ Պատասխան B. Ֆրանսուଆ Միտերան։ Երբ նա նախագահ էր, նրա օրոք այդ
մահապատիժը վերացվել է։ Ուրեմն 34-ը Que signifie la date du 14 juillet pour les Français? Ինչ է նշանակում 14-ը, հուլիսի 14 ամսաթիվը ֆրանսիացիների համար։ Հուլիսի 14-ը Ֆրանսիայի ազգային տոնն է եւ Բաստիլի գրավումը։ Այստեղ ճիշտ պատասխանը B-ն է, la prise de la Bastille, Բաստիլի գրավումը։ À quel âge est la majorité civile en France? Որն է Ֆրանսիայի majorité civile, այսինքն քաղաքացիական չափահասության տարիքը, 18 տարեկանը։ Քաղաքացիական չափահասության տարիքը այն տարիքն է, երբ արդեն յուրաքանչյուր ոք կարող է ինքը կարող է քվեարկել, կարող է մասնակցել ընտրություններին եւ կարող է համարվել չափահաս, դա 18 տարեկանն է։ Quel numéro d'urgence permet d'appeler la police? Ինչ համար է թույլ տալիս զանգել ոստիկանություն։ Ոստիկանություն զանգում ենք 17 համարի միջոցով։ Հետո Quel numéro d'urgence permet d'appeler le SAMU? SAMU-ն Ֆրանսիայի շտապօգնությունն է։ Որ համարով ենք զանգում շտապօգնություն Ֆրանսիայում զանգում ենք 15-ով, այսինքն ոստիկանություն 17 եւ շտապօգնություն 15։ SAMU շտապօգնություն 15։ Être juré d'assises est լինել ատենակալ, դա une obligation civique, քաղաքացիական պարտավորություն է։ Այսինքն, եթե դուք հրավիրված եք մասնակցելու լինելու juré d'assises, ատենակալ, դա պարտադիր է։ Եթե դուք ինչ-որ օրինական պատճառ չունեք, որպեսզի չմասնակցեք եւ չգնաք այդ դատին, դա պարտադիր է։ Պատասխան C. En France, est-ce légal d'être marié à plusieurs personnes en même temps? Ֆրանսիայում արդյոք օրինական է ամուսնացած լինել միաժամանակ մի քանի մարդու հետ։ Ոչ։ Ֆրանսիայում պոլիգամի ասվածը արգելված է։ Այսինքն ճիշտ պատասխանն է no, դուք չեք կարող ամուսնացած լինել միաժամանակ մի քանի մարդու հետ։ Եվ վերջին հարցը, 40 հարցը, que permet la liberté de circulation։ Ինչ է մեզ թույլ տալիս տեղաշարժման ազատությունը։ Circulation, տեղաշարժման ազատությունը ձեզ թույլ կտա տեղաշարժվել, գնալ, ուրիշ տեղ ապրել եւ այլն։ Տեղաշարժվելու ազատությունն է հենց։ Այսինքն ճիշտ պատասխանը մեզ մոտ B-ն է, se déplacer, այսինքն տեղաշարժվել librement, ազատ կերպով, dans le respect de la loi, օրենքը հարգելով։ Ճիշտ պատասխան այստեղ B-ն էր։ Եվ վերջ, այսքանն էին մեր հարցերը, հուսամ, որ այս հարցերը օգնեցին, որ մի քիչ ավելի վստահ գնաք ձեր էկզաման սիվիկին, մասնակցեք ձեր քննությանը, նորից եմ նշում։ Այս հարցերը կարող են լինել, բայց սրա բոլոր հարցերը չեն։ Այսինքն, եթե դուք ցանկանում եք ավելի լավ պարապել, կարող եք ինտերնետով պարապել անվճար նյութերով, պաշտոնական նախարարության պաշտոնական կայքում կան անվճար նյութեր պարապելու համար, ինչպես նաև եթե ցանկանում եք ավելի շատ հարցաշարով պարապել, ապա կարող եք գնել իմ հարցաշարը, որը արժի ընդամենը 25 եվրո, եւ ես դրա հղումը կտեղադրեմ մեկնաբանությունների մեջ եւ նկարագրության բաժնում։ Շատ շնորհակալ եմ հետեւելու եւ նայելու համար, ձեզ ցանկանում եմ լավ օր։